պատմեք մեր բլոգների մասին։ Դերանահիտը ասեց, իմ բլոգը տեսեք գրված է WordPress-ում, իսկ Արտուշի բլոգը գրված է edublogs.org։ WordPress-ի նման բլոգ, երեքի մեկ դասարանի բլոգները այստեղ օգտվել, մտնել, հարցեր եթե ունենան, կարող եք առաջարկել։ Հիմա իմ բլոգի պաստառը այսպիսի է, բայց օրինակ մեր ուրիշ Մարիայինը ուրիշ պաստառ է։ Իմ ընկերներն այսպիսի ուրիշ պաստառներ ունեն։ Այսինքն ամեն մի մարդ կարող է իր ուզած ձևով պաստառը ձևավորել։ Տան բլոգների տեսքը։ Անհատական ուսումնական կյանք կեսեր շրջակալ երկարևյա հորինու ծնարային ճամփորդություններ պատրաստել են վագրի մասին տեղեկություն նկարներ ու գրել են։ Սա իմ բլոգն է, այդ կողմում ես դրել եմ բաժին որոնել դասակից գրքեր, իմ ուսուցիչների բլոգերը, վերջին 5 պոստը որ դրել եմ, սա արխիվները, իսկ այս կողմում իմ մոտ դրած է դասացուցակը, տամ ոնցիկ մենք նյութ դնում մեր բլոգում, մտնում ենք նոր պոստ, մտնում ենք մեր ուսուցիչի բլոգ, այնտեղ մենք վերցնում ենք մեր ուզած նյութ, օրինակ մեծ գիտարանը, կոփի ենք անում, դնում ենք մեր բլոգ, նույնը վերնագիրը, այնուհետև մեր ուսուցիչ բլոգով մտնում ենք այդ հեքիաթը, առաջադրանքները վերցնում ենք դնում ենք տակը այդ նյութի և մենք կարդում ենք այս տեքստը վերաբերվում է մայրենի հետ, մենք բաժինը դնում ենք նույնպես մայրենի և փոքրիշ ենք տալիս, որ պահպանվի։ Կարդանք այս հեքիաթը և առաջադրանքները կատարենք, մենք պետք է պահպանենք, բայց եթե օրինակ մենք չպահպանվենք, մենք ամբողջ կճնջվի, փորձենք տեղավորել նկար։ Այստեղ գրված է նորը, կպնում ենք և արդեն էջի կիսված է։ Ամեն անելուց հետո update պատրաստ է և արդեն առաջադրանքները չները։ Կարող եմ ստեղծել Կամ թե ինչպես YouTube-ից տեղադրել մեր բլոգ ինչպես տեսադուտ։ Stop եք տալիս, ուտում եք բաժանիցը, ու կապի բագացը։ Նակում է վերցնել բացում եք նած պոստ, դրում եք բողմացուրը, մենք արդեն դրեցինք։ Մենք տեսնենք
Նրանք որպես բլոգավարներ մեզ սովորացրեցին, թե ինչպես մենք բլոգները վարենք, ներկայացրեցին իրենց բլոգները, տվեցին նկարներ տեղադրել բլոգում, ցույց տվեցին տեսանյութեր տեղադրել։ Մենք բոլորին ու նկարներ ենք տվել։ Շատ եմ ուզում բլոգ ունենալ։ Բլոգ ունենանք, ինչ-որ դժվարանանք և հարցեր ունենանք, մենք կգանք երրորդ դասարանցիներին կհարցնենք։ Շատ հետաքրքիր